ասի հյուրին, շատ սխալ արեցի, որ ասի հյուրին, ինքը արդեն հյուր չի մեր համար, բարև ձեզ, շատ հաճելի էր ձեզ ևս մեկ անգամ մեր մոտ տեսնելու և հույսով եմ, որ հաջորդ նգանական այլնեսից, երտականով գնալու են, ոնց եք? Լավ եմ, դուք ոնց եք? Հիասքանչ, ասեմ, հիասքանչ ոչ թե իրադարձությունների հետ կապված հիասքանչ են ինչ-որ Հայաստանում տեղի ունենում, այլ հիասքանչ, որ կարողանում ենք գոնե մենք ինչ-որ չափով հասկանանք, որ մենակ իրար հետ միասնականությամբ կարելի է այս ամեն ինչը հաղթահարել։ Այն մեսիջները, որ ես ստանում եմ, այն նամակները, որ ես ստանում եմ, հուսով եմ դուք եք ստանում նմանատիպ մեսիջները, նամակներ, որ մարդիկ արդեն իսկ պատրաստ են պայքարելու անօրինության դեմ, այս թուրքական դրածոների դեմ եւ այլն։ Այլ մենակ դա, եւ մինչեւ մեր հաղորդումը սկսելը թույլ տվեք իմ եւ ձեր բոլորի տանունից ցավակցությանս խոսք ասեմ, որ առաջ տեղի ունեցած ողբերգությանը Վալոդիայի հարազատների եւ ոստիկանի հարազատներին, ով կներեք սենց կարելի ասել կիլերի կողմից սպանվեցին, ես չեմ կարող մի քաղաքական գնահատական կամ ուրիշ գնահատական կամ քանի գնում ասենք քննչական գործողություններ, ինչա ոնց է եղել այդ քննությունը պարզի, բայց մի բան է իմ համար, որ իշխանությունը իր տեղում չի, պատկերացրեք այսքան տարիների ընթացքում մենակ բացահայտում են, թե ով է ուզում Նիկոլ Փաշինյանին վերացնի։ Այս ընդդիմադիր դաշտի ժողովրդին իրանք ուշադրություն չեն դարձրել, կամ դարձրել են ծածկադմպոց են արել, ձեն չեն արել, որ իրանց ուզածը լինի, տարբեր սխեմաներ կար աշխատել այս թեմայի տակ, բայց ամեն դեպքում ես իշխանություններին Հայաստանի Հանրապետության նաև ուժային ծառայություններին, ԱԱԾ-ին, ոստիկանությանը, քննչականին, դատախազությանը պահանջում եմ, ուղղակի պահանջում եմ սահմանադրական իմ իրավունքները եւ ընդդիմադիրների բոլորի իրավունքները պաշտպանվել եւ մենք բոլորի հետ հավասար լինենք պաշտպանվել։ Նիկոլ Փաշինյանը վերին արդի ծորենը չի, ասենց ասած։ Այսօր ինքը իշխանությունը վաղ իշխանություն չէ, պետքա որ ընդդիմադիր լիդերները, ովքեր որ ընդդիմադիր են եւ քննադատում են իշխանություններին, իրանք ավելի քան պաշտպանված լինեն։ Ինչևից է, ես ցավակցում եմ ընտանիքներին, շատ ասենց ասած անդառնալի կորուստ է այս մեր ազգի համար, ես Վալոդիայի մասին մենակ լավն եմ իմացել եւ ինքը լավ պայքարող հայ տեսակ էր։ Այսքանը կներեք, որ այս նախաբանով, եթե դուք բան ունեք ավելացնելու, խնդրեմ։ Ես միանում եմ, չէ, ավելացնելու ոչինչ չունեմ։ Շատ լավ, ձեր թույլտվությամբ մեր տեսանյութերին ասնենք, ես 3 հատ ձեզ տեսանյութ եմ ուղարկել, ճիշտ ասած ուզում եմ 2 հատ այսօր ավելացնել, բայց մտածեցի, ստոպ Արսեն ջան, не нагружай։ Չարաշահես բարի վերաբերմունքը մեր հանդեպ 3 հատով եզրափակում ենք։ Հիմի ես հերթականությամբ կդնեմ, թող ժողովուրդը նա լսի, ինչ տեսանյութի մասին, հետո դուք վերլուծեք, շատ լավ։ Մեր մոտ արձագանքում, ժողովուրդը արձագանքում, ձայնը։ Երբ ես խոսում եմ լսվում, Այո։ Всё, նորմալ։ Անցած անգամ, եթե տեսանյութում տեսակ, ինքը արձագանք էր տալիս, երևի թե, всё, օքեյ, լավ, մի գոռացեք, որ ժողովուրդ ջան, նորմալ է, մի հատ հարցրի, չակուժնարա կընկնենք հետևիցս։ Ուրեմն գնում ենք առաջի տեսանյութը, ժողովուրդ ջան, ուշադիր լսում ենք։ Դուք հայտարարեցիք, որ նշանակում եք 4-րդ հանրապետության սկիզբը եւ դեր ամերիկն է հանրապետական ճանապարհը։ Ինչով է 3-րդ հանրապետությունը խանգարում ձեզ ընդհանրապես, ինչն է պատճառը, որ ուզում եք 3-րդ հանրապետության էջը ընդհանրապես փակել։ Արդյոք պատճառը այդ ռազմական գործողություններն են, պատերազմը, որտեղ ունեցավ, այդ էջը ուզում եք ընդհանրապես փակել մշակութային, գաղափարական տարբեր բաներից եք խոսում, այսինքն ընդհանուր պետական մտածողություն ուզում եք փոխել, ինչն է խանգարում ձեզ 3-րդ հանրապետությունում, որ պետության կայացման գործում կարող է ինչ-որ խնդիր ստեղծել։ 3-րդ հանրապետությունը մեր հանրապետությունն է, մեր ժառանգությունն է, մեր ինքնության մի մասն է, բայց ինչպես ասացի, մենք հնարություն հետևակողում
եւ դեպի մի քանի առանցքային տարբերություն այդ տարբերություններից դերևս առաջնային ուզեի նշել խաղաղությունը այսինքն խաղաղությունը ինչպես ասեմ Օգոստոսի 18-ի ուղերձի մեջ արդեն հրամանդրադարձել են պետականում ասում են նոր դերի մեջ այսինքն նկատում են Իմ հանրապետությունը մեր ազատությունն է, մեր երկիրն է, մեր պետությունն է, մենք կրում ենք, բայց նոր գինի մեջ։ Պարոն վարչապետ, ես պետք է խնդրեմ մանրամասներ չորրորդ հանրապետության անելիքները, քանի որ ձեր խոսքում նշեցիք չորրորդ հանրապետության հաստատումը ռազմավարական անելիք պետք է հաստատեք որպես ռազմավարական առաջնահերթություն։ Գիտեք, ես ըստ էության, այո, կուսակցության հռչակագրում արձանագրում է չորրորդ հանրապետությունը, չորրորդ հանրապետության հաստատումը որպես ռազմավարական անելիք։ Ես դուք ձեր հարցի մեջ այլ ձևակերպում օգտագործեցիք, բաց թողեցի ես, դուք ասացիք, որ ստեղծում, չէ, ես ուրիշ բան եմ անդրադառնում, մենք խոսքը գնում չորրորդ հանրապետության հաստատման քայլերի մասին։ Ինչու հաստատման, որովհետև իմ կարծիքով չորրորդ հանրապետությունը հաստատված է։ Երբ է հաստատվել չորրորդ հանրապետությունը եւ ինչպես։ Չորրորդ հաստատությունը հաստատված է խաղաղությամբ, չորրորդ հանրապետությունը հաստատված է Ալմատի հռչակագրով, չորրորդ հռչակագրի վերահաստատմամբ եւ հաստատմամբ, չորրորդ հանրապետությունը ստեղծված է Կիրանցով եւ ոսկեպարի եկեղեցիով եւ մենք այդ քաղաքական տրամաբանությունն ու բովանդակությունը պետք է դարձնենք մեր իրականության անբաժանելի մաս եւ ըստ էության նոր սահմանադրության օրակարգն է գալիս դա լրացնելու, որտեղ ես ուզում եմ նշել էական տարբերությունները, որ ինչն է նոր գինին, որը պետք է լինի նոր տիկերի մեջ, ես ուզում եմ ընդգծել Եվրոպական միության անդամագրվելուն ուղղված քայլերի ակտիվացումը եւ ըստ էության իհարկե այդ ամեն ինչի առանցքում խաղաղությունն է եւ նոր քաղաքական բովանդակությունն է, որը ձևակերպված է իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ եւ մենք ըստ էության ել եմ ասում, չորրորդ հանրապետությունը արդեն ստեղծված է կա, մենք այսօր մեր բոլորիս ուշադրությունն ենք հրավիրում այդ փաստի վրա եւ մեր առաջիկա անելիքները ուզում եմ ձևակերպել այդպես, որ այդ փաստը դառնա նաեւ ձևակերպված իրականություն եւ շատ կարեւոր է համարում այն շեշտադրումը, որ չորրորդ հանրապետության հեղինակը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ Դա մենք չենք հեղինակել, բացարձակապես։ Մենք այս ամեն ինչի հետ կապ ունենք այնքանով, եթե պայմանական ասենք, մենք չորրորդ հանրապետությունը ձևակերպողներն ենք եւ միայն, ինչպես ես ասացի, Հայաստանի Հանրապետության գերդաստանների մայրերի, սնուցող մայրերին լսելով եւ նրանց թիկունքում կանգնած նահապետ հայրերի լռածը լսելով։ Եվ դա համակարգային աշխատանք է եւ մենք փորձել ենք հռչակագրում ընդհանուր գծերով մի քանի կետեր նշել, ավելին այն համատեքստում իրական Հայաստանի գաղափարախոսությունը ամբողջությամբ դրա մասին է։ Այսինքն այն տեքստը, որը կա, բոլորը ծանոթ եք այդ տրամաբանության մեջ։ Եթե խնդրեմ մի հատ ձեր էկրանի վրա խփեք, այնտեղ միկրոֆոնը բացեք, որովհետև երբ որ դուք միկրոֆոնով եք լնում, մի հատ սրած արձագանք էր տալիս, ես փակեցի։ Տեսնում եք, всё, բացեցիք արդեն, հիմա կարաք վերլուծեք այս առաջին դրվագը, ինչու մասին էր ընդհանրապես խոսքը, ինչ էր ասում Նիկոլա, ինչ որ բան հասկացել եք դուք։ Եկեք սկսենք ամենասկզբից, սովորաբար, տեսեք, իր վարքը միշտ ուրիշ ձև է եղել, չէ, շատ ժեստերով է եղել, շատ միմիկան է իր անընդհատ շարժվել, այս դեպքում իրավիճակը իրան թելադրել է այն, որ ինքը փորձել է, ամեն դեպքում փորձել է ավելի հավաք իրեն պահի, ավելի զսպված պահի, տոնայնության փոփոխություն ենք անգամ այստեղ տեսնում, ինչը խոսում է եւ վախի մասին եւ անինքնավստահության մասին։ Ուսերը իրակեցված քարհասարակ հիմնականում այդ բարձրացած ուսերով է լինում։ Այստեղ կնկատենք ողջ ընթացքում ուսերը էլ ավելի բարձրացած են, վիզը ոնց որ փակված լինի։ Սա եւս խոսելու է վախի մասին, մարդը վախեցած է, մարդը պաշտպանվում է, ինչ որտեղ
Եթե չենք ունենում խիստ արտահայտված ժեստիկուլյացիա, սկսում ենք ուշադրություն դարձնել մարդու միկրոմիմիկային ու ինչ-որ միկրո բաներին, որոնք որ կարան արտահայտված լինեն դեմքի հատվածում։ Հիմա վայրկյաններով, րոպեներով դուրս եմ գրել, որ րոպեի ընթացքում որ միկրոմիմիկան ինքը ցույց տվեց, ինչից կարելի է ինչ-որ բան ենթադրել ու եզրակացնել։ Այսինքն խոսքը լսում ենք, մենք այլ բան ենք լսում, բովանդակությունը, բայց իր միկրոմիմիկան փոքր է, ժեստը ցույց է տալու մեզ լրիվ դրա հակառակ պատկերը կամ ուրիշ բան։ Միկրոմիմիկայի մեջ մտնում են կամ այդ միկրո այդ վարքային բաների մեջ մտնելու են նաև շնչառությունը, այսինքն եթե մենք հնարավորություն ունենանք մարդուն ավելի մոտիկից դիտել, կնկատենք շնչառության փոփոխություն տարբերություն, աչքերի թարթելու անգամ հաճախականությունը, եւս մեզ էլի ինչ-որ բաներ ասելու է տալու է։ Սկսենք 1:35 վայրկյանից, մի րոպե 35-րդ վայրկյան, երբ որ խոսում է Երրորդ հանրապետության մասին ինքը այստեղ, ու ասում է մեր հարազատն է, մեր ինքնությունն է։ Ես դրել եմ այդ բանը։ Երեխեք Չէ, ասեք, ես ուղղակի միմիկանեն եմ ասում, որ ձեր ասածը ժողովուրդը տեսնի ինչ ասում։ 1:35 վայրկյան ասում է մեր հարազատն է, մեր ինքնությունն է, խոսում է Երրորդ հանրապետության մասին։ Ձեռքերի ժեստը ափերով անընդհատ փնտրում է ճիշտ ինչ-որ արտահայտություն, որը որ հանրության համար հասանելի կլինի։ Այսինքն ինքը չունի արդեն որոշակի մոդուլ Երրորդ հանրապետության հետ կապված, ինքը փնտրում է դեռ այդ արտահայտությունները, որպեսզի խոսքը ժողովուրդը ճիշտ հասկանա, հանկարծ ինչ-որ բանից չկախվեն։ Հետո մի ափով ձեռքը ծածկում է մյուսին, ողջ ընթացքում մենք այդ ժեստը իրա կտեսնենք, այդ ժեստը։ Սա գալիս է մեր նախամարդու սկսած մինչև մեր փոքր ժամանակ, երբ որ մենք եղել ենք ինչ-որ իրավիճակում, փողոց անցնելուց, վտանգավոր տեղ, մեր մաման մեր ձեռքը բռնել է։ Հետո մեծացել ենք, մաման էլ չի բռնում մեր ձեռքը, ու երբ որ մենք լարվածություն ենք զգում, անինքնավստահություն ենք զգում, մի անգամից մենք ինքներս սկսում ենք բռնել մեր ձեռքը, այս նկատում ենք էլի այդ հատվածում։ Խոսում արտահայտությունը վերջացնում է, այդ միկրոմիմիկա, որ ասում եմ, սեղմում է բերանով շրթունքները։ Այսինքն ինչ-որ բան է անում ինքը այդ ժամանակ։ Սրանով զսպում է խոսքային ագրեսիան ու ինչ-որ բաներ կա, որ թաքցնում է ու չի ասում։ Խոսքը դեռ հիշեցնում եմ գնում է Երրորդ հանրապետության մասին։ Զսպում է ինքը այդ ագրեսիան։ Լարվածություն իջացնող ժեստեր է կիրառում 1:44-45 վայրկյանում։ Որտեղ որ մենք նկատում ենք զզվանքի ու արհամարանքի միկրոմիմիկան, այս հատվածում մարդու, տեսակ sense վերև է բարձրանում։ Եթե ուշադիր նայեք կնկատեք, էլի դեռ խոսում է հանրապետության այդ մասին ու բարձրանում է այդ զզվանքի ու արհամարանքի հույզը իրա։ Նկատեցիք այդ սեղմելը բերանի։ Այո, խոսած եք, ես գնում եմ։ 2:38-39 րոպեում խոսում է Չորրորդ հանրապետության մասին, որը իր խոսքերով հաստատված է ու նորից ձեռքերով բռնում է մյուս ձեռքը, անինքնավստահություն է, էլի ինքը վստահ չի, ինչ որ խոսում է, այդտեղ վստահություն չկա։ 3 վայրկյան։ Խոսում է Կիրանցիով ու ոսկեպարի եկեղեցիով, որ այդ ամեն ինչը հաստատված, Իրանցի նկատի ունի ամբողջ ժողովրդին, սովորական ժողովրդին, եկեղեցով է հաստատված, էլի միևնույն ժամանակ չի համընկնում իր խոսքը իր արտահայտած միկրոմիմիկայի հետ։ Նկատում ենք զզվանքի հույս դեմքի վրա էլի ագրեսիայի հույս, իսատ բացված ատամների շնորհիվ համել ագրեսիան։ Այսինքն զզվանքով է վերաբերվում եւ նույն Իրանցուն եւ եկեղեցին։ Ամբողջ ընթացքում ասցինք, որ ձեռքերը իրար հակած են, բռնված են, 4:10-ից 13 վայրկյանում։ Խոսում է այն մասին, որ Չորրորդ հանրապետության հեղինակը ժողովուրդն է ու մենք չենք։ Էլի արհամարանքի ու զզվանքի հետ խառնված ագրեսիայի այդ միկրոմիմիկան ցույց է տալիս այդ ժամանակ, սա արդեն վերաբերում է ժողովրդին է այդ ամեն ինչը ուղղված, տոնայնությունը միանգամից փոխվում է ավելի ագրեսիվ է դառնում։
427-28 խոսում է Գերդաստանների մայրեր, սնուցող մայրեր, նահապետ հայրեր, այս բովանդակությունն է։ Էլի նույն միկրոմիմիկան տեսնում ենք։ Այսինքն զզվանք, ագրեսիա, արհամարանք բերանի հատվածում, եկեղեցու մասին, ժողովրդի մասին, մայրերի ու սնուցող մայրերի ու հայրերի, նահապետ հայրերի հետ կապված խոսքում։ Այս կոնկրետ այս տեսանյութի մեջ այսքանն եմ ես կարողացել նկատել։ Հա, շատ լավ, ձեր թույլտվությամբ մենք գնանք առաջ, ես ասում մյուս արդեն, ես տեսանյութը։ Իդեալի շրջանակի մեջ մենք բոլորի լավ չասեմ ինչ կդնի, սխալ չհասկացվի։ Հիմա հետո կառավարությունը ես եմ արտահայտությունը։ Ժողովուրդ ջան, բրիֆինգ է տեղի ունենում, 20 լրագրող հավաքվել է, ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, ինձ ասում են կառավարությունը դիրքորոշում էս է, կառավարության դիրքորոշումն են է, լրագրողներից բացատրում են կառավարության դիրքորոշումը որն է։ Հիմա ասում են ասեց կառավարություն ես եմ, բա ո՞վ է ասեմ հատակ, էսա սպասեք, լրագրողներ դե որ դուք տենց ասում եք, սպասեք, եսա գնամ մի հատ հեռախոս ունեմ, զանգեմ մի հատ ճշտեմ կառա, բա ով է կառավարություն, կամ կարող է ես ասեմ եմ կառավարությունը մենակ ես եմ ինձնից հետո ինքն էլ է կառավարություն, ինքն էլ է կառավարություն, ինքն էլ է կառավարություն, բա այդ ինչը վայ կա ասեց կառավարություն, որովհետև Հայաստանում տենց բան է, մի հատ հարց ալնում, ինչ է բան կուլտուրան, ամենատարածված, չէ, ես չեմ, սպասեք էլ գտնենք, ես եմ, պարոն Սարգսյան, ես եմ, ասել եմ ամեն ինչի պատասխանատուն ես եմ, ամեն ինչի պատասխանատուն։ Հարցեր ունեք, չեմ ասելու, գնացեք գիտեք ինչ, հա, գնացեք մի հատ բանում ընդեղ կառավարության 6-րդ հարկում չգամ, 6-րդ հարկ չկա, նած կաբինետ կա, այնտեղ մի հատ մարդ է նստած, իրան հարցրեք, իրան տվեք, ես եմ, եւ Հայաստանում դա է շատ պակասում, որ մարդիկ ասեն ես եմ պատասխանատուն, իմ վրա եմ վերցնում, ամբողջ պետական համակարգը գրում ես մակագրում թղթերա որ պտտվում է, ինչի որովհետև մեկը չկա ասի ես եմ, բոլորն ասում են ինքն է, չէ ինքն է, այնտեղ մեկը կա հեռախոսի համարը կորցրել է, կամ չեմ կարող դեմքը նկարագրել։ Շնորհակալություն պարոն Փաշինյան, կներեք ձեզ ընդհատելու համար։ Ես տեսնում որ պարոն Սարգսյանը ցանկանում է արձագանքել, բայց միևնույն ժամանակ քանի որ պարոն վարչապետը չպատասխանեց իմ հարցին։ Ես այդ հարցին պատասխանել եմ 2019 թվականին ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալով եւ խոսելով Մելինե Դալուզյանի մասին նկարահանվող ֆիլմի կապակցությամբ։ Ես նաեւ հիշում եմ ձեր պատասխանը, որ մոտավորապես այսպես էր, ես ուղիղ հիմա չեմ հիշի, Երևի թե վերջացրեցինք արդեն, ես բացել եմ արդեն ձեր միկրոֆոնը, խնդրեմ, ինչու մասին աստեղ խոսում, ստեղ ավելի շատ ժեստեր կային, ավելի շատ իմ կարծիքով չկարողացավ ինք իրան տիրապետել, ես ճիշտ եմ տեսնում, դե սովորում եմ կամաց թե ոչ։ Այստեղ տարբերությունը գիտեք ամենամեծ որն է, լսարանների տարբերությունն է, այնտեղ հավաքվածները ուրիշ են, ես չգիտեմ հիմա, այստեղ ինքը ում առաջ է ելույթ ունենում, բայց կարելի է ենթադրել, որ ավելի ապահով միջավայր է, որովհետև ինքը լրիվ ինքնադրսևորվում էր, ինչ որ իրեն հատուկ էր ինքը ցուցադրում էր, ես ասել եմ ինքը հիստերոիդ պարանոյալ է, եւ հիստերոիդի այդ վարքը, այդ վառ հուզականորեն արտահայտված այդ ամեն ինչը շատ իրեն կոմֆորտ էր զգում, ինքը այս հասարակության ու այս լսարանի մոտ ցուցադրում էր բեմականություն, այդ իրան հատուկ այդ բեմական այդ պահվածքը ու եթե ուշադրություն դարձեք նստածներն էլ ոնց որ թատերական ինչ որ ներկայացման լինեին, տենց էլ դիտում էին իրան։ Իրա ափսոս որ կադրը այնպես չէր արված, լիարժեք իրա նստած դիրքը չէր երևում, այն ինչքան որ երևում էր, ինչքան որ հնարավոր էր հասկանալ, որտեվ իրականում ոտքերի դիրքի ուղղվածությունից էլ շատ բան կարելի է հասկանալ։ Առաջ եկած այդ կեցվածքը երբեմն հենվելով այդ մի ոտքի վրա, խոսելու է ինքնավստահության ու ագրեսիայի մասին, երբ որ մարդը խոսում է ու առաջ է գալիս, այդ մենակ ագրեսիան է իր ցույց տալիս։ Երբ որ ասում է կառավարությունը ես եմ 0:08 վայրկյանը, այդ ընթացքում հասցնում է կպնել փողկապին, տենց ինչ որ ժեստ է անում, իբրև թե ուղում է, բայց այդ իրական
եսեմի փոփոխված տարբերակն է, այսինքն էլի ինքը վստահ է, այնքան վստահ է ինքը իր վրա հիմքն է հենց ես եմ այդ կառավարությունը, բայց ժեստը ավտոմատ փոխվել է, ուղղակի կպնում է այդ ընթացքում ինքը փոխկապում։ Էլի մատնում է, որ ինքը համոզված է դրանում, որ միայն ինքն է այդ կառավարությունը ու վերջ։ Ասացի, որ իրեն բնորոշ այդ լրիվ այդ ժեստիկուլյացիան իր հուզական վիճակն է նկարագրում, նենց ոնց որ ինքը միշտ կա այն ինչ որ իրան է բնորոշ, հա, տարածում է բոլորի վրա, այս շատ լավ մանիպուլատիվ քայլ է, որը որ միշտ աշխատում է։ Մենք բոլորին ասում է այդ հատուկա, չէ, գցենք սրա նրա վրա, ասենք դու ես, մենակ չասենք ես եմ, ես ասում եմ ես եմ, ինչ որ օրինակ է ուզում ծառայի, բայց իրական եթե հիշենք այն դեպքերի հետ կապված պատերազմից հետո, երբ որ իրեն հարցնում էին ով է պատասխանատուն, զարմանում էր ինքը ես եմ պատասխանատուն, թիվ 1 մեղավորն ու պատասխանատուն, չէր վերցնում իրար։ Ինքը ասում էր ես թիվ 1 մեղավորն եմ, բայց թիվ 1 պատասխանատուն եմ, այսինքն ինքը ուզում էր տարանջատել մեղավորի եւ ինձ թվում է որ ուզում էր ասել այո ես մեղավոր եմ, բայց սա հետևանք է ինչ որ մեկի սխալից։ Ինքը դենց էր ոնց որ ուղղորդում էր, ես դենց եմ հասկացել, չգիտեմ ճիշտ եմ հասկացել թե ոչ։ Միգուցե բառերը հիմա ճիշտ չհիշեմ, բայց ես զարմանքն եմ իրա հիշում։ Զարմանում էր ինքը, ինչի են իրան այդ պատասխանատվության առջև կանգնեցնում, եթե ինքը դրա պատասխանատուն չի, ու հիմա այն ինչ որ իրան բնորոշ է, ինչ որ ինքը ժամանակին ասել է, դա ես չեմ, դա ինձ հետ կապ չունի, տարածում է բոլորի վրա իր խոսքով, այսինքն բոլորն են այդպիսին, բայց ես տեսեք այդպիսին չեմ, ես ասում եմ ես եմ։ Ուստեղ առանձնապես տեսեք շատ էին ժեստերը, բայց ընդհանրապես իր հուզական այդ անկայուն վիճակը մատնող բաներ էին, ավել ոչինչ։ Նույն նրա մասին կարող եմ ասել, որ ինքը խառնվածքն է ցույց տալիս իր խոլերիկ, իր անկայուն հոգեվիճակն է ցույց տալիս, դրանից ավել ուրիշ ոչինչ ու կոմֆորտ էր իրան շատ։ Եթե այն առաջին տեսանյութում ինքը դիսկոմֆորտ էր ապրում, լարվածություն կար, վախ կար ինչ-որտեղ, անինքնավստահություն կար, ստեղ չկա այդ ամեն ինչը, ստեղ իրան շատ կոմֆորտ է, միգուցե լսարանով է պայմանավորված։ Ես այդպես եմ կարծում։ Ունենալով եւ խոսելով Լենինե Դալուզյանի մասին նկարանվող ֆիլմի Ամերիկյան։ Ես թիմ 1 պատասխանատուն եմ, բայց թիմ 1 մեղավորն եմ, ես չեմ ասում ես մեղավոր չեմ, ես ասում ես թիմ 1 մեղավոր չեմ, բայց դուք եք Ես վերջինը ամենաուժեղն էր, բայց հեսա, դրեց այդ պահը, ինչ տեսակ դուք, կարա նորից հետ տամ, նորից նայեք։ Մի հատ էլ նայեմ։ Շատ լավ, հեսա մի վարգյան, որպես մի չխանգարի հետ զայն անջատ եմ։ Չի բան ասիկ, մենք պատասխանատու ենք, բայց մեղավոր չենք։ Ես այսպես չեմ ասել, ես ասել եմ, ես թիմ 1 պատասխանատուն եմ, բայց թիմ 1 մեղավորն եմ, ես չեմ ասում ես մեղավոր չեմ, ես ասում եմ ես թիմ 1 մեղավորը չեմ, բայց դուք եք իշխանության ղեկին, հետ էլիտան անցյալ է։ Պարզա չէ ձեզ, հեսա մի վարգյան բացում եմ, ձեր միկրոֆոնը մի հատ բացեք։ Խնդրեմ։ Ես ճիշտ եմ հասկանում, ինքը էլի զարմանք է արտահայտում, այդ մեղավորն եմ, հարցնում է, այդ եմ ուզում։ Երկու դեպքում է ինքը զարմանք է ասում, բայց ընենց է տալիս ենթա տեքստը, ընենց է ինքը բանանում, որ սովորական քաղաքացի ինքը հասկանա, որ այս մարդը իր վրա մեղավորություն է վերցնում։ Բայց չի ուզում ամբողջովին ինքը մենակ այդ մեղավորության տեղն լինի։ Բայց իրականում երկու տեղն ինքը կասկածի տակ է դնում, որ ինքը вообще մեղավոր է։ Հա, կասկածի տակ դնում է, այդ արհեստական սովորած ժեստը միգուցե իրան սովորեցրել են, հա, այս սենց շատերն են օգտագործում ու այդ արդեն բոլորին մատնել է ինձ թվում է, եթե ինքը դիտվում է որպես ինքնավստահության ժեստ, բայց ինքնավստահ ժեստը օգտագործողը
Միաժամանակ ագրեսիայով այսպես չի հարցակվում ու սկսում խոսել, եթե իր խոսքը չի անցնում։ Այսինքն եթե դու իրականում ինքնավստահ ես ու այդ քո խոսքը, որ դու չես մեղավորն ու պատասխանատուն, դու հանգիստ այսպես կմնաս այդ ժեստով։ Դու չես օգտագործի մի հատ հարցակվող միմիկան այդ շարժող զարմանք արտահայտող ու ագրեսիվ ժեստը։ Օրինակ հենց հիմա տեսնում եք դուք այդ ժեստը իր կողմից։ Այսինքն ագրեսիվ, այսինքն ոնց որ ինքն է հավատա էլի իր ասածին։ Ինքը համ ասի, համ ինքն է չհավատա ինչ ասեց ինքը։ Այդ հենց իմ մոտ դες տպավորությունն է, որ մեկ էլ գիտեք ինչ եմ ես նկատել իր մոտ։ Ես արդեն սկսել եմ խորանալ այս ամեն ինչի մեջ, որտեղ շատ հետաքրքիր է։ Տեսեք իմ մոտ այնպես տպավորությունն է, որ ասենք ինքը գալիս է ամբիոնի մոտ, ինքը մեկ բան է մտածում, բայց հենց տեղում իր մոտ շեղվում է իր տեքստը։ Ինքը ընկնում է արդեն ուրիշ բաներ, այսինքն ինքը չի պատկերացնել, որ այդ ձև կգնա խոսակցությունը։ Պատկերացեք, չէ՞ ինչու՞մ, ասենք ինչ որ ինքը ազգային ժողովում ինչ որ մեկին ինչ որ բան է ասում, ոչ թե պատասխանում է, որ այդ բանին է ինքը մտածում, այլ ասենք բյուջետային ինչ որ հարցին պատասխան է տալիս։ Ինքը գալիս է, ինքը տունը մտածել է, ինքը տեքստը գրել է, ինքը անգիր արել է, բայց իր մոտ 3-4 րոպեից շեղվում է ամեն ինչ։ Ինքը լրիվ ուրիշ ճանապարհով է գնում։ Իմ մոտ դες տպավորությունն է։ Եվ որ ինքը այդտեղ դժվարանում է, ինքը սկսում է իր այդ տրմտելը, օրինակ եւ 3 շաբթի, եւ 4 շաբթի, եւ ինքը այդ բանին մտածում է թե լավ, հետո ինչ ասեմ։ Ու գնում է 5 ամիս կարա դենց գնա։ Այն մոտ դες տպավորություն է, ճիշտ է՞ ես նկատել։ Ահա, շեղում է, այն որ հարցի պատասխանը ինքը չունի, ինքը լրիվ այլ ուղղությամբ կգնա ուրիշ ինչ-որ բանից կխոսի, այնքան որ հարցի պատասխան չտա։ Ու կդարձի բեմականություն այդ ամեն ինչը։ Դա գնանք երրորդ տեսանյութի հետևից է, որ դրանից հետո արդեն կզրուցենք ավելի ուրիշ կամանալից այս ամեն ինչի մասին։ Լսում եք երրորդ։ Ճանաչիքից մենք բոլորի լավ չասեն ինչ կլինի։ Սխալ չէ, հասկացվի։ Հիմա հետո կառավարությունը ես եմ արտահայտություն։ Ժողովուրդ ջան, բրիֆինգ է տեղի ունենում։ Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, ինձ ասում են կառավարություն դիրքորոշում էս է, կառավարության դիրքորոշում է։ Լրագրողներից բացատրում են կառավարության դիրքորոշումը ո՞րն է։ Հիմա ասում են այս կառավարություն ես եմ, բա ո՞րն է, ասեմ հատա, էսա սպասեք, լրագրողներ դե որ դուք տենց ասում եք, սպասեք, եսա գնամ մի հատ հեռախոս ունեմ, զանգ եմ մի հատ ճշտել կառավարություն, բա ով է կառավարություն, կամ կարող է ես ասեմ եմ կառավարությունը մենակ ես եմ իզնից հետո ինքն էլ է կառավարություն, ինքն էլ է կառավարություն, ինքն էլ է կառավարություն։ Էսի լսեցի, ճիշտ է։ Վայ կա ասեց կառավարություն, որովհետև Հայաստան Շատ լավ, ուղղակի երրորդ տեսանյութը չեմ կարող հիշեմ ոնց է։ Ձեր մոտ ունեք դուք։ Ոնց է։ Մի հատ դիտեք կուզենաք բան արեք, ինձ ուղարկեք հենց հիմա։ Ժողովուրդ ջան, լայքերը շատ քիչ է։ Եթե ձեր համար հետաքրքիր չի, ուրեմն լավ է գնաք, քանց ես տեսնեմ 110 հոգի մարդ նստած ու լայք չի դնում, ընդհանրապես ոչ մի ձևից չի աջակցում էջին։ Մի քիչ բան է, լավ չի աչքին տենալու վարորի համար։ Ահա։ Ահա, ես հետ վերադարձա, հեսա կմիացնեմ։ Կներեք ես սրա համար, սխալ է երևի դրա։ Ես չվասավ, թե ինչու է դες խանգարում երրորդ հանրապետությունը և ուզում եք ակայման չորրորդ հանրապետություն ստացել դառնալ չորրորդ հանրապետության հիմնադիրը և եթե դուք այլևս իշխանության չլինեք և այլ իշխանություն կա, որը համաձայն չլինի ձեր քաղաքականության հետ, ինքն էլ պետք է երրորդ հանրապետություն ստացել և այսպես շարունակ։ Եվ նաև դուք նշեցիք, որ ընտրություններից հետո, եթե ժողովրդի վստահության քվեն ստանաք, ապա համաժողովրդական հանրակրվեի միջոցով նոր սահմանադրության ընդունման գործընթաց եք նախաձեռնելու, ինչու եք ընտրություններից հետո ուզում անել, վստահ չեք, որ ժողովուրդը համաձայն կլինի ձեր նոր սահմանադրության հետ և ուզում եք ընտրություններից հետո դրա համար նախաձեռնել և բացի այդ տեղեկություններ կան
քննարկումներ կան, որ բացի այն, որ ուզում եք անկախության մշտակագիրը հեռացնել Սահմանադրության նախաբանից, նաև եկեղեցու հետ կապված փոփոխություններ եւ ծրագրում իրականացնել, բացառիկների հետ կապված եւ արդյոք ծրագրում եք նաև Սահմանադրության մեջ փոփոխություն իրականացնել եւ եկեղեցին պետության ենթակայության տակ մտցնել։ Տեսեք, դուք ասեք, որ ես ուզում եմ լինել կամ մենք ուզում ենք լինել 4 հանրապետության հիմնադիրը, ես արդեն 4 հանրապետության հիմնադիրը մենք չենք կարող լինել, որովհետև 4 հանրապետության հիմնադիրը ժողովուրդն է։ Եվ այդ թվում, գիտեք, ես իմ ժամու կեսանոց ելույթը ըստ էության մենակ դրա մասին է եղել, թե ինչպես եմ հարցրել, որտեղ եմ հարցրել, ում եմ հարցրել, այսինքն իմ ելույթը ամբողջությամբ դրա մասին է եւ ձեր հարցի պատասխանը այդտեղ է։ Հիմա երրորդ հանրապետությունը մեզ ոչ մի բանով չի խանգարել եւ չի խանգարում։ Խնդիրներն են, որ մենք այսօր արդեն երկար ժամանակ ապրում ենք 4-րդ հանրապետության պայմաններում եւ խնդիրներն այն է, որ մենք պիտի այդ գործելակերպը մեր փոխենք, երբ որ Աստվածաշնչի խոսքի համաձայն նայում ենք եւ չենք տեսնում։ Հիմա մեր խնդիրն է առերեսվել, հասկանալ, տեսնել, որ ի վերջո մենք այլ երկրում ենք ապրում եւ այս օգոստոսի 8-ի ուղերձում դրա մասին խոսել են, ինչու օգոստոսի 8-ին հաջորդած 18-ի ուղերձում։ Ինչու այնուամենայնիվ այդ ժամանակ, որովհետեւ դա այն վերջին կաթն է, որ հնարավոր չի չնկատել։ Հնարավոր չի 4-րդ հանրապետությունը չնկատել։ Ինչ վերաբերվում է հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցուն։ Ես խնդրում եմ, այսինքն կամ ոչ թե խնդրում եմ, դա ձեր իրավունքն է, ինձ համար ընկալելի եւ ընդունելի չէ այն հարցադրումները եւ շեշտադրումները, որոնք հենվում են այն կանխավարկածի վրա, թե մենք եկեղեցու հետ կամ եկեղեցու դեմ ինչ-որ մի բան ենք ուզում անել։ Ես ասել եմ, որ հայաստանյան առաքելական եկեղեցին իմ սրբությունն է, իմ ընտանիքի սրբությունն է, իմ անձնական սրբությունն է, եւ հետեւաբար ես իմ սրբության դեմ չեմ կարող որևէ բան անել։ Այն ինչ որ մենք անում ենք եւ պատրաստում ենք անել, միայն հանուն մեր սրբության է, հանուն իմ սրբության է։ Ես ելի եմ ասում, ինձ համար անհանդուրժելի է, ես ասացի ելույթում նաեւ մի քիչ քաղաքական շեշտադրումներով, ինձ համար անհանդուրժելի է, որ անհավատ մեկը, որ ընդհանրապես կապ չունի հոգևոր կյանքի հետ, կարող է լինել հայաստանյան առաքելական եկեղեցու առաջնորդ, չի կարող լինել եւ չէ իրականում մնում ընդհանրապես այդ փաստը արձանագրել։ Ինչ? Սերբի անելու համար դնել հավատացյալ լինելը պայման չի։ Այսինքն ես երբեք չեմ ասել, որ ես սելֆի եմ անելու միայն հավատացյալների եւ հավատավորների հետ։ Ում շատերի հետ եմ սելֆի արել եւ ես այդ առումով անհատական ինձ որևէ մեկից բարձր չեմ համարում, որ որևէ մեկից հետ սելֆի անելուց հրաժարվեմ, ցավոք հաճելի է մարդկանց հետ շփվել, բոլոր մարդկանց հետ, եւ այդ սելֆի անելու ընթացքում այդ թվում, դրանց առաջ, դրանց հետո եւ այլ խոսակցություններ վերհիշելով, մտաբերելով եւ վերլուծելով, որ եկել եմ այն եզրակացության, որ եկել եմ։ Լավ է, որ ես խոսում եմ մի դեպքի մասին, որի հետ անձնապես առնչվել եմ, այսինքն ոչ թե լսելով, ոչ թե տենց հարց ու փորձ անելով, այլ հստակ ես ունեմ իմ գնահատականները, իմ տպավորությունները եւ որոնք հիմնված են իմ շփումների փորձի վրա եւ հետահայաց վերլուծությունների արդյունքին։ Իրականացնելու նպատակներն եք եկեղեցու հետ կապված եւ արդյոք ուզում եք ենթարկացնել եկեղեցին ձեզ Ես ուզում եմ եկեղեցին ենթարկացնել մեր Տեր եւ Ուսուցիչ Հիսուս Քրիստոս։ Որովհետեւ դա Հիսուս Քրիստոսի եկեղեցին է։ Ինչ? Նա չեմ կարող, տեսեք այն պրոբլեմն է, որ եկեղեցին հոգևորականությունը տարբերվում են։ Այսօր տարբերվում են, բայց չպետք է տարբերվեն, որովհետև ինչպես հենց պրոբլեմը է դա, որ հոգևորականների մի մասը, ոչ բոլորը, ես տարբերվում են, տարբեր են եւ կապ չունեն եկեղեցու հետ։ Ես խոսում եմ
Վերջացրեցինք այս բանը։ Խնդրեմ, բացեք ձեր միկրոֆոնը, Սոնա ջան։ Մի քիչ հեռվից կամ այս մեկի դեպքում մեզ վրա օրինակը բերեմ, դրանից հետո անցնենք արդեն իրան էլի վարքյաններով նշել եմ որտեղ ինչ անում։ Մեկ եղել է, չէ, որ մեզ ինչ որ բան են հարցել, թեկուզ փոքր ժամանակ, մեծ տարիքում այնում, սուտ ենք ասել ու ժպտացել ենք միանգամից։ Չէ, անկախ մեզնից է այդ լինում, որ սուտ ենք ասում, ժպտում ենք, ոչ միշտ, բայց լինում է։ Հիմա ստեղ 1:18-ից 1:31 վայրկյանում 4 հանրապետության մասին է խոսում է այն մասին, որ հիմնադիրը ժողովուրդն է։ Միևնույն ժամանակ մենք վարքի մեջ տեսնում ենք, այդ իր փախչող հայացքը ու առհասարակ, երբ որ մենք սուտ ենք խոսում, մեր հայացքը սկսում է թափառել, փախչել։ Նախ պատասխաններ է փնտրում ինչ որ տարբեր տեղերից։ Անկախ մեզնից է այդ ամեն ինչը ստացվում։ Գործողություններ են անում անկանոն, վերցնում, դնում, ծալում, այն ինչ որ ինքը անում էր այդ ընթացքում։ Ու ժպտում է։ Այդ ժպիտն էլ, այս կոմբինացիայով խոսում է նրա մասին, որ 4 հանրապետության հեղինակը ժողովուրդը չի իրականում, իսկ ինքը պնդում է, որ ժողովուրդն է։ 1:31-ից 39 վայրկյանում։ Ինչպես եմ հարցրել, ասում է, որտեղ եմ հարցրել, հա, ումից եմ հարցրել, սենց ինչ որ բաներ է ասում։ Էլի ժպիտը շարունակվում է, այդ իր այդ խոճապային գործողություններով տալիս, վերցնում, ինչ-որ բաներ է անում, այս ամեն ինչը փորձում է ինքը իրան հանդարտացնել դրա միջոցով, ոչ մեկին ոչինչ ինքը չի հարցրել, ոչ մեկից ոչինչ չի լսել, հիմնադիրն ու հեղինակը իրենք են։ 1:45-ում ասում եմ, մենք այսօր երկար ժամանակ ապրում ենք արդեն այդ 4-րդ հանրապետությունում ու ժեստը ձեռքով ներսից դեպի դուրս է տանում։ Մենք այսօր ապրում ենք։ Իրանք են ապրում այդ 4-րդ հանրապետությունում։ Երբ որ ժողովուրդն է լինում հեղինակը 4-րդ հանրապետության, մենք բոլորով, հա, սենց դրսից կգնա ներս, կամ կտարածվի ժողովրդին ժեստը, ժողովուրդն է ապրում այդտեղ։ Մենք ապրում ենք, դա միայն իրենց է վերաբերվում եւ ոչ ժողովրդին։ Դրանով եւս ինքը մատնում է այն, որ 4 հանրապետության հեղինակը իրենք են ու ոչ թե ժողովուրդը։ 2 րոպե 8 վայրկյանում օգոստոսի 8-18 խառնում է այս թվերի ինքը անդադ հոգեբանության մեջ առհասարակ պատահական ոչինչ չի լինում ու միշտ ուշադրություն ենք դարձնում։ Դրանք սխալ գործողություններ են կոչվում, որոնք բովանդակություն ունեն։ Այ կարելի է չեմ նայել, չեմ իմանում կոնկրետ ինչի նկատի ունի ինքը, բայց կարելի է ուշադրություն դարձնել նաև այդ օգոստոսի 8-ի իր ելույթին, որովհետև այնտեղ կա ինչ-որ բովանդակություն, որը որ չգիտես ինչի անընդհատ ինքնաբերաբար իր մոտ ստեղ դուրս է թռնում։ 2:25 րոպեում գրիչը շարժում է ու այս ժամանակ խոսում է հայ առաքելական եկեղեցու մասին։ Հենց սկսում է դրա մասին խոսել, գրիչը միանգամից վերցնում է, եթե նկատեցիք, ու սկսում է այս ժեստը անել, այս մատնում է լարվածությունը, միանգամից լարվածությունը է իր վրա գալիս։ 2:28-ին բերանի հատվածում էլի նկատում ենք ագրեսիայի միկրոմիմիկան, ագրեսիա կա այդտեղ։ 2:35-ին ունքերի շրջանում բարկություն, դեռ խոսքը գնում է եկեղեցու մասին, խոսում է ինքը եկեղեցուց։ 2:44-ից 50-ը նորից ագրեսիա, զզվանք, արհամարանք, երբ որ էլի խոսում է եկեղեցու մասին, խոսում է 2:53-ից 56-րդ վայրկյաններում, եկեղեցին իմ սրբությունն է, իմ ընտանիքի սրբությունն է, ու էլի ցույց է տալիս արհամարանքի ու զզվանքի միկրոմիմիկան բերանի այս հատվածում։ Ստեղից արդեն թվում է պարզ է ինչ հետևություն կարելի է անել։ Ու տոնայնության փոփոխություն է լինում, երբ որ ինքը սկսում է խոսել այդ եկեղեցու մասին։ Ես չգիտեմ ինքը ինչի վախ չունի այդ ամեն ինչի հետ կապված, որ խոսում է, բայց ամեն դեպքում ավելի դառնում է ինքնավստահ ու վախ չի նկատվում իր մոտ, երբ որ ինքը խոսում է եկեղեցուց։ 5 ու 7-րդ վայրկյանն է շատ հետաքրքիր, երբ որ ասում է եկեղեցին
ենթարկեցնեմ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, հա, երբ որ իրան հարցնում են դու պետությանն ես ուզում ենթարկեցնես, ասում է մեր Տեր Հիսուս Քրիստոսին, այդ պահը, եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ թարթելը սովորականից դանդաղում է, ստի ժամանակ հետազոտություն կա այդպիսի անցկացված։ Մարդիկ աշխատում են կառավարեն թարթելու այդ ֆունկցիան իրանց։ Որոշների մոտ արագանում է ընդհակառակը, որոշների մոտ սկսում է դանդաղել ու ավելի երկար են նայում նոր թարթում։ Թարթելը դանդաղում է, ժպիտը հայտնվում է ու ինքը ու դադար է այնտեղ լինում։ Էլի եթե մեր վրա օրինակը բերենք, եթե մենք ինչ-որ բան ենք ասում ու զգում ենք, որ լռություն է, մանիպուլյացիայի այդպես ձև կա։ Մարդուն հարց ես տալիս, պատասխանում է հարցի, չէ շարունակում, նայում ես դեմքին։ Ինքը սկսում է խառնվել իրար ու սկսում է բացատրություններ տալ, էլի ինչ-որ բաներ է փորձում ասել։ Նույնը կատարվում է այս 5 ու 7-րդ վայրկյանին, երբ որ ինքը ասում է ենթարկացնեմ Տեր Հիսուս Քրիստոսին, թարթելը դանդաղում է, ժպիտը առաջանում է, հայտնվում է այդ դադարը 1-2 վայրկյանանոց, ինքը ընկնում է մի անգամից խոճապի մեջ, սկսում է բացատրություն տալ, որովհետև ինչ ասում, Քրիստոսն է մեր եկեղեցին։ Էլի, նշանակում է ինքը ստեղ լրիվ սուտ է, ոչ մի ինչ-որ ճիշտ բան չկա, ինքը ուղղակի փորձում է։ Ինքը ասում է ասելու համար, ինքը չի այդպես մտածում ինչ որ ասում է։ Հա, ինչ ձեր կտա ժողովրդին, ինչ հաջող կլինի, որը արդարացված կլինի, Քրիստոսի անունը տալ, ենթարկացնել Քրիստոսին, դա ավելի ընդունելի կլինի բնականաբար, իր ընտրողների ու զանգվածի մոտ քան, որ ասեն հայ եկեղեցին ենթարկացնում ենք պետությանը։ Սոնա ջան, դες ընթացքում ասեցիք հետևյալի մասին, որ մարդը չի կարա իր այդ բանը, անկախ քեզանից է դա ինչը։ Իսկ կառավարել, որովհետեւ դու այդ թեկուզ այդ ձեր նման հոգեբանի խապել, հնարավոր է ընդհանրապես բանը, հենց մարդիկ կան, որ սովորում են ոնց կարելի է այդ ժամանակ խապելու ժամանակ չցույց տալ էմոցիա եւ խապել նաեւ անգամ ձեր նման հոգեբան։ Մարդիկ կան, Արսեն ջան, ովքեր ոչ թե հոգեթերապիայի են իմ մոտ գալիս, այլ գալիս են սովորելու նախ ժեստերը, հետո դրանց կառավարելը ու ինչ-որ ուրիշ ունակություններ ձեռք բերելը, որ ավելի ինքնավստահ թվան ենթադրենք հասարակության։ Հենց հիմա անկախ ինձանից, այս հենց արեցի, չգիտեմ ինչի ձեռք բերես, ի՞նչ է դա նշանակում։ Անկախ ինձանից։ Այդ մենակ ինքնավստահությունն է այս պահին։ Այս լիդերությունը ավելի շատ, ինքնավստահություն, լիդերություն։ Տեսեք, այս ձեր զոնա կոմֆորտան է, դուք առաջի անգամ չեք ստեղ։ Հյուրը ես եմ ձեր մոտ, չէ՞։ Ոնց որ ես եմ եկել հյուր, տանտիրոջ բաներում դուք եք։ Հա, հասկացա։ Ինքնավստահությունն է։ Այսինքն դուք նաև մարդկանց սովորացնում եք, ինչպես կարելի է կառավարել էմոցիաները, ինչպես կարելի է նես ներկայացնես, որ անգամ կողքից մարդը չհասկանա, որ դու խապեցիր կամ մի հատ sense գախնիկ բացեք, այս բարձա չեք ասի անուն ազգանունը։ Պոլիտիկներ կան ձեր մոտ։ Շատ տարբեր ոլորտներից են իմ մոտ գալիս։ Եթե ինձ հետաքրքիր է պոլիտիկներ, շատ են թե քիչ, որտեղ ասում ինակ են շատ խապում դրան եմ ասում։ Ես մենակ կարող եմ ասել, որ ամենատարբեր բնակավարներից կան, ամենատարբեր։ Օրինակ բժիշկին ինչ պետք է ասել, սովորի թե ոնց խապի։ Իրան ինչ պետք է խապել։ Գիտեք, բժիշկները, որ իրենց նշեցիք, ասեմ, բժիշկները ամենակիչն են դիմում հոգեբանի, հոգեթերապևտի, այլ բաներ սովորելու համար։ Ամենակիչն։ Լավ, եթե սանդղակով վերցնենք, առաջի, երկրորդ, երրորդ տեղ։ Դե բարձա մենք չգիտենք ովքեր են այդ անուն ազգանուններով, բայց ասենք, այս սանդղակի ովքեր են, ասենք, առաջինը հրշեջներն են օրինակ, ոստիկաններն են։ Մասնագիտության նկատի ունեք։ Դենց մասնագիտության վրա չեմ կենտրոնացել, կարող եմ ընդհանրացված ասեմ։ Տղամարդիկ նախ ավելի շատ են, ինչքան որ մեզ թվում է այդպես պիտի չլինի, չէ։ Ղեկավար պաշտոններ ունեցող մարդիկ են շատ լինում։ Ահա։ Հետո նոր կանեք։ Ավինյանը չի եկել։ Ես տեսնում եմ։ Եթե ես տեսնում եմ, որ ինքը բանը, հələ չի սովորել այդ հատուցումների խապում։ Տեսեք, գնանք, եթե գնանք առաջ, ես կուզենամ իմ հանրությանը, իմ ժողովրդին, իմ ընկերներին, մի քիչ բացատրեք, թե ինչ գիրք եք դուք գրել, ինչու մասին է այդ գիրքը եւ ինչպես իրանք կարան ձեռք բերել այդ գիրքը։ Ես վաղ միջայլոցան ինչ-որ պայմանավորվել ենք վաղն է դա լինի, ես վաղ անպայման
ժամը նշելու եմ հասցրել, որովհետեւ բերեն այդ մեջքի համար։ Այդ կուզենամ հասկանամ ինչու մասին է գրված այդ գիրքը, ինչու, ասենք, ինչ կփոխվի մարդու կյանքը, եթե ինքը այդ գիրքը զակած տվեց, եկավ իր մոտ, վերցրեց կարդաց իր մեջ, ինչ է փոխել, ինչու մասին։ Նախ հստակ քայլերն են նշված, նախ հատվածները շատ կարճ են գրված, հստակ ինչ-որ ինֆորմացիա է այնտեղ ներկայացված, չկա երկար, բարակ, ինչ-որ նկարագրություններ, ծավալուն բաներ։ Ինքը կտեսնի իրավիճակը ներսից ինչ-որտեղ հոգեբանի աչքերից, նույն 2018-ից սկսած, ոնց եկան, ոնց զավթեցին, ինչ օգտագործեցին, հետագայում ինչ քայլեր արեցին, 13 քայլերից կազմված ինչ-որ սենց բանա, ծրագիր, իհարկե, եթե գրենք անընդհատ հավերժ կգրենք դեռ քանի ինքը ղեկավարում է, կգրենք ինչ-որ բաներ, բայց փորձել եմ տեղավորվել 13 քայլերի մեջ, թե ինչ հետևողականությամբ, ինչ արեց ինքը, նույն պաշտոնյաները, որ ոչ բան իմաց գլուխ չհանող ոչինչի եկան, սկսեցին կարապսի ենթարկել ուղղակի բոլոր կառույցները։ Նույն կրթական համակարգի հետ կապված, ազգային արժեքների հետ կապված, ոնց կարելի է ճնշել, ինչին կպնել ժողովրդի, որ դու կորցնես քո ինքնությունը, որ դու հետագայում կորցնես քո պետությունը։ Այդ բոլոր քայլերը ներկայացված են։ Եվ ես իշքան հասկացա, դուք կոմերցիոն բան չեք հետապնդել, գումար չեք ուզեցել վաստակել, ինքնարժեքով եք այդ վաճառքը կազմել։ Բավականին թանկարժեք։ Այսինքն իմաստը ձեր համար ինքնակրթվելն է, որովհետեւ մարդիկ շատ ավելի մեծ ինֆորմացիա ստանան, ինֆորմացված լինեն, խաբեության չենթարկվեն եւ կնշեք ինչ արժեք ունի այդ գիրքը, որովհետեւ մարդիկ իմանան։ Ինքնարժեք 3600 դրամ, ու հենց 3600 դրամով էլ ես վաճառում եմ գիրքը, ես ընտրություն չեմ ունեցել, ասեմ իմանաք, տպարանների հարցում։ Կային էժան տպարաններ, ովքեր որ շատ ավելի մատչելի կտպեին այդ գիրքը, բայց ինձ մերժել են բազմաթիվ տպարաններ Հայաստանում մերժել են, վախից են մերժել, չեմ կարող անուններ հնչեցնել, որտեղ փաստեր ինչ-որ չունեմ, ապացույցներ չունեմ, բայց ամեն դեպքում ինձ ասել են, մենք Նեշի դեմ չենք իրան, մենք կողմ չենք իրան, մենք իրան քննադատում ենք, բայց բավոր սենց լինի, բավոր այնպես լինի ու հրաժարվել են տպագրելուց։ Դրա համար ես հնարավորություն չեմ ունեցել ու այն տպարանը, որը որ համաձայնվել է, արդեն միանգամից այդ արժեքի հետ համաձայնվել եմ ես։ Այսինքն ժողովուրդ ջան, մտնում եք մեր Սոնայի էջը, նախ առաջինը գրանցվում եք, հետո սեղմում եք, որ բոլոր նոր նյութերը իրան ձեր մոտ հայտնվում են դուք վիդեո, որտեղ շատ հետաքրքիր է այսօրվա նյութից տեսակ խոսանք ինչ պոլիտիկայից դուրս էլ ուզում եմ հասկանալ ինչ մեսեջեր դուք հասցրեցիք, ճիշտ ասած տարբեր զգացողություններ եղավ, հեսա բացել եմ ինչու մասին է խոսքը, այսինքն այնտեղ հեռախոսահամարը նշված է, այդ հեռախոսահամարով WhatsApp կա, դուք WhatsApp-ով կարաք գրեք, ձեզ կպատասխանեն, կարաք հասցեն նշեք, ձեր առաքումը կանեն հասցեով 3600 դրամ պլյուս առաքումը, այնտեղ տարբեր տեղը, տարբեր գներ իրանելու։ Նու ասեմ, պատալով 5000 դրամ, բայց այդ աշխատությունը ես իշքան որ հասկացա մեջին նյութը ինքը անգին է, որովհետև շատ բան կարա մեզ տա, որովհետև մենք հասկանանք ինչ իրականում տեղի ունեցավ հոգեբանի աչքերով, ոչ թե սովորական մարդկանացումների սարքերով։ Սոնա ջան, այսօրվա ժողովուրդ ջան, դա պոլիտիկայից մի քիչ դուրս են գալիս, այսօր Սոնան հրապարակել էր մի տեսանյութ, որում ինքը խոսում էր հարաբերությունների կայունության, ինչքան ես հասկացա, ինչն է կարևոր հարաբերությունների կայունության համար։ Այդ կուզենայի մի քիչ ավելի խորացված խոսես, ասեմ ինչու համար։ Ես նկատել եմ ստատիստիկային եմ մի քիչ հետևում եմ։ Բաժանումները, ընտանիքների բաժանումները ահավոր են դարել։ Ահավոր են դարել ու մի բան էլ ավելացնեմ, որ ասենք ծնելիության քանակն էլ ինչքան ուզում է խրախուսանք կա, ինքը չի բարձրանում։ Շատ քիչ չնչին տոկոսներ է բարձրանում։ Ինչով է կապված այդ մեսեջը դուք ինչ եք ուզում հասցնել։ Նախ առաջին ասեք ինչ եք ասել, երկրորդն ինչի համար եք ասել։ Ասել եմ հետազոտության տվյալներ, շատ լայնածավալ հետազոտություն է եղել 2024-ին են, եթե չեմ սխալվում, հրապարակել տվյալները, 20 տարուց ավել հետազոտել են ամուսնական զույգերին, այդ շատ հետաքրքիր է։ Ու բացահայտել են հիմնական կոմպոնենտը, թե ինչն է, որ մարդկանց ամուսնությունը դարձնում է երջանիկ։ 20 տարի հետո այն զույգով, որ ասել է, որ մենք երջանիկ ենք,
հիմնական կամպանիա բաղադրիչ մասը եղել է արձագանքումը միմյանց հուզական վիճակներին, ապրումներին ցույց տալ պատժ կան, որ ես քո կողքն եմ, ես քո հետ եմ, ինչ է լինի չեմ թողի ենթադրեմ։ Ֆիզիկական կոնտակտը գալ գրկել Այստեղ միած ուզում եմ որ ճշտում լինի իմ համար եւս։ Տեսեք, օրինակ դու գնում ես քո զույգի հետ, դու տրամադրություն չունես, դու ուզում ես լրիվ ուրիշ բաներից խոսած, քո մտքերի մեջ եղածներից, բայց դե քո, ասենք, զուգընկերը, քո կինը, ասում է այսի սիրուն Լուսինա։ Այ դուք դրա մասին եք ասում, որ ես պետք է ինձ հավաքեմ, իմ մեջ էգոն եսը ճզմեմ, ասեմ իրոք որ շատ սիրուն Լուսինա, կողքի աստերն էլ քեզ է որ բան։ Դրա մասին, հա, խոսքը։ Ոչ թե ճնշենք, այլ լինի փոխադարձ։ Ոնց, ասեք ես տրամադրություն չունեմ, ես ոնց պիտի Լուսնին նայեմ, թե կազ Լուսնի վրա թե այդ մամետին իջը։ Տրամադրություն չունեք, նախկինը պիտի նկատի դա։ Սկսի այդ հուզական արձագանքը տալ, ինչ ա եղել, ինչի հետաքրքրվի այդ ապրումներով։ Հետո երբ որ մի քիչ կայուն կլինի, դա էլ արդեն կնոջ խորամանկությունն է, էլի նոր խոսի ենթադրենք Լուսնի մասին։ Այսինքն փող զիջման մասին է դուք ինչ-որ չափով խոսում, որ ինքը շատ կարևոր է մեր կյանքում, որ բայց հիմնականում դա ումից է կախված այդ փող զիջումը, հիմնական փող զիջողը, ըստ մեր կուլտուրայի, ըստ մեր ծագումնաբանության, ըստ մեր ազգային, ասենք, հնուց եկած պապական, որ պետք է աղջիկը գլուխը կախելնի, խոնարհնի։ Մենք չենք տեսնում հիմնականում դա, բայց բալիվում էլի մեր մեջ կա տղամարդկանց մեջ հիմնականում, որ հիմնական զիջողը պետք է կինը լինի։ Այ կուզենայի այդ հոգեբանական այդ պայի մամենտ բաներ խոսենք, ասենք կինը ինչքան պետք է 1 2 3 4 5, այսքան տեղը Նիկոլին չնմանվախում 4-ից կգնեմ, բայց ընդհանրապես էլի ինչքան պետք է կինը զիջի, ինչքան պետք է տղամարդը հասկանա, որ մի բան կա, որ այդ զիջումը կկանգնի ու ընդդից ուրիշ process-ներ կարող սկսվեն։ Հա, ճիշտ հարց եք բարձրացնում մեր կուլտուրայի հետ կապված մանավանդ, եթե հոգեբանական տեսանկյունից նայենք, պիտի լինի փոխադարձ։ Չկա տենց բան, կինը անընդհատ պետքա զիջի, տղամարդը ոչինչ պիտի չանի, որտեղ հա իրոք կգա ինչ-որ մի պահ, որ կին դրանց կհոգնի, ուղղակի կսպառվի։ Դամը պիտի լինի այդ փոխադարձը։ Հա, բայց տեսեք, օրինակ Եվրոպացու գրած հոգեբանությունը այդ բաղով Հայաստանը չի աշխատել։ Չի աշխատել։ Որտեղ ինքը եվրոպական մենտալիտետից ելնելով է դա այդ եզրակացությանն եկել, բայց Հայաստանը նույն ուրիշ է։ Ասենք պատկերացրեք, էլի, զույգերով գնալու են ինչ-որ մի հատ հանդիսությունների, ինչ-որ կամ հարսանիք կամ մի հատ ծնունդ կամ բան, տղամարդը դառնում ասում է այսօր այս շորը պիտի չհագնես։ Օրինակ։ Մեկը ասում, երկուսը ասում, երեք ասում, 4 ասում, էլի Նիկոլին նմանվեց կանեք, ստեղ ստոպ արեմ։ Ու այդ պայն ինքը կինը իրան ինչ ազգում, ինքը զգում է, որ ինքը չի իր կյանքի տերը։ Ստեղ արդեն իրան թելադրում են, թե ինքը ինչ պետք է ակնի, ինչու մեջ ինքը իրան ավելի լավ կզգա, ճիշտ եմ ես հասկանում։ Ու մեր մենտալիտետի միջից այդ ամեն ինչը, ասենք ոնց անենք, որ ճիշտ կշռադառնի, ճիշտ է, ինչ-որ չափով կարա տղամարդը իր հայացքից նայելով, իր բանից նայելով, ուրիշի տղամարդկանց հասկանալով, իմանա, որ դա պետք չի ակնել, դի սենց ակնել, բայց ոնց բացատրի, ոնց ասի, որ այդ կոնֆլիկտ չտա։ Չկա է ինչ-որ միանշանակ ունիվերսալ բան, որ ես ձեզ ասեմ, սենց ասի կոնֆլիկտ չի դառնա։ Նախապես պայմանավորվածություն կարա լինի, հագուստի հետ կապված, սենց, ես ես եմ զիջում, դու էլ ուրեմն պետք է այս մի բանը սենց անես։ Նախապես այդ ամեն ինչի պիտի արվի, որ հետո կոնֆլիկտ չդառնա։ Օրինակ ես հոգեբան չեմ, բայց ուրիշ տարբերակ կառաջարկեմ։ Օրինակ երբ որ դու ամուսնանում ես, երիտասարդ ես, կին ես բերում տունը, ինչ շոր ինքը ունեցել է, սա տանում բաժանում ես, ու այդ օրվանից դու ես առնում իր շորերը, որպեսզի չկանաս ասես, էսի քեզի չի սազում, չակնես։ Դու ես առել, արդեն ստիպված թողնել ես։ Իդեալական տարբերակ է։ Որպեսզի կոնֆլիկտ չլինի։ Տեսեք, դուք մեր միջավայրում, մեր Հայաստանի քաղաքացիների բաղով ես խոսում։ Դուք տեսնում եք, որ ասենք մրցակցություն է գնում ոչ թե երիտասարդ զույգերին, նոր կյանք մտած զույգերին ճիշտ ուղղություն տալ, այլ մրցակցություն է գնում, թե ում մոտ ավելի շատ ճոխ է լինելու հարսանիքը, ում պարը ամենալավն է լինելու եւ ում նվերները ամենալավն է լինելու։ Այսինքն սա դառել է արհեստական։ Ես հիշում եմ իմ ժամանակներում մեզ հրավիրում էին հարսանիքին, որ այդ պալատկեքի մեջ էր։
պլաշից պալատեկի մեջ, ասենք կարա այդ բանը, մի դայ բող միամիտ շրջեր, սաղաց մնային տագը, բայց մենք այն հաջույքն ենք ստանում այդ հարսանիքներից, որ մինչև հիմա տպավորությունս է, որ ես այդ հարսանիքներից առավելը չեմ տեսել, դրանք են ամենալավագույնը, բայց հիմա ամեն ինչ արեցել է, դա հոգեբանական է նորից, ինչ մրցակցություն են անում, ի է այդ մտել են հարսանիքը, պարտքով փող վերցնել, որ ճոխ հարսանիք անել, հետո 10 տարի տղեն պետքա գնա աշխատի, միգուցե դաժե կնոջները ասի, ես մենակ ես չեմ նստել տորտը կերել, դու էլ անցի գործի։ Ասենք 10 տարի բանկերին փող տաս կամ ինչ-որ մի հատ հոպարի փող տաս, որ քո հարսանիքը կրանաս մարսես։ Այ ինչ խնդիր է դա հոգեբանական։ Այդ արդեն գալիս է սոցցանցերից։ Մենք շատ բան ենք տեսնում, տարբեր մարդկանց կյանքեր ենք տեսնում, արհեստական ցուցադրական ճոխություններ ենք տեսնում, որ իրականությունից շատ հեռու է։ Ու մեր մեջ սկսում է առաջանալ այդ մրցակցությունը, ավելի սրվել։ Մեր ազգը ի սկզբանե, բայց ունեցել է այդ մրցակցային բանը։ Գնում էին ինչ-որ մեկի տուն, սեղանից խոսում, եղել է այդ մեր մեջ միշտ, ես կար դրած այն չկար, այն լավ էր սարքած, այն չէ։ Հետո բամբասանք է, այդ մրցակցություն չի, բամբասանք է։ Հետո հրավիրում էին, որ տենան իրանց սեղանի ինչ ճոխակցած, եղել է։ Հիմա ուղղակի սրվել է միգուցե այդ սոցիալական կայքերի ազդեցության ներքո արդեն։ Սոնա ջան, դու ամեն ինչ այս ձեր տանշումն է, թե իմ տանշումն է աջող։ Չէ։ Okay։ Դու տեսնելով հոգեբանական անկեղծված դիմել է ժողովուրդ այս զորապարը։ Երկեր տեսնում ինչ խորհուրդ մի ասենք կարճ մի նախադասություն երկու նախադասություն ինչու՞ց պետք է սկսվես եթե դու ստրեսի մեջ ես օրինակ ես ստրես եմ տանում հիմա ու այդ ստրեսը իմ մոտ արդեն 6 ամսից ավել է ինքը արդեն տալիս է ֆիզիկական իմ մոտ խնդիրներ այսինքն գիշերները չքնել մկանների թուլումներ մարդկանց հետ նստել 15 րոպե հետ խոսում են դու իրան չես տեսնում դարապես վերջում ամաչում ես որ հարց է տալիս չես կարող պատասխանել դու ուրիշ տեղ ես լրիվ իմ մոտ դա չի եղել բայց Նիկոլ Փաշինյանի ջանքերով ես արդեն դա ձեռք եմ բերել այդ ինձանից սկսած ինչ խորհուրդ կտաք ինչ անեմ արհամարեմ սկսեմ արդեն սկզբունքներս փոխեմ ուրիշ ձև մտածեմ ինչ անեմ չէ ես պարզ բաներ եմ ասելու շատ պրիմիտիվ բաներ եմ ասելու բայց դա միակ տարբերակներն են որ մենք ունենք ստրեսի հաղթահարման ժամանակ օգտագործվող մենք ուրիշ տարբերակ չունենք նախ հստակ ժամային գրաֆիկ պիտի սահմանենք այսքանը տրամադրում եմ այդ նպատակին հա կամ այդ գործունեությանը եթե ես հանգստանում եմ ուրեմն հանգստանում եթե հանգստանում եմ չեմ պատասխանում հեռախոսազանգերին սա պրիմիտիվ բաներ են բայց դրանք շատ օգտակար են լինելու սպորտը շատ օգնում է ազատվել ստրեսից չգիտեմ, քայլելը, եթե սպորտի հնարավորություն չկա, լողի գնալը, ուղղակի դուրս գալ ամեն օր մի քանի ժամ քայլել, ֆիզիկական ակտիվություն ցուցաբերելը։ Կարևորներից էլ ինչ կա, քունը կարգավորելը, նորմալ քնելը, նորմալ ժամին քնել արթնանալը։ Երբեմն միջավայրի փոփոխությունը, այդ եւս օգնելու է։ Ուրիշ ինչ-որ տարբերակ մենք չունենք ստրեսից ազատվելու։ Սոնա ջան, տեսեք, դուք ասում եք, ես իմ պարագայում եմ ասում, ես քանի որ զբաղվում եմ, տեսնում եք ինչով եմ զբաղվում, եւ ունեմ երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ինքը յուրաքանչյուր վայրկյանի կարա նենց մի հատ բան գրի Facebook-ում, որ եթե ես չհետևեմ այդ իր ռիթմին, ես ուղղակի օրակարգից դուրս եմ գցվելու, եթե մարդը ինձ նամակ գրի, ասեմ ինչու ասեմ, եւ ինքը եթե ես այդ բանը չգիտեմ, այլևս ինձ չի սկսի հետևել ընդհանրապես թե ես այսինքն իմ ասածս այնա որ իմ պարագայում ես չեմ կարա հեռախոս անջատեմ ես չեմ կարա ոչ մի բանի չհետևեմ հելեմ հեծանիվի այլ Նիկոլի բան լավ լիժա քշեմ ես մերոնցից ոչ մեկ չի քշել չէ ոնց դավգա վասկով չի զբաղվում ինչևից է այսինքն իմ պարագայում որ տուպիկային է ու իմ մոտ նստած ժողովրդի տեսի շատ է ես իրենց գրառումները որ կարդում եմ տեսնում եմ նույն սիմպտոմները իրենց մոտ է կա այսինքն մարդիկ արդեն ագրեսիվ ֆիքսացիա է գնում, այդ վնասելու է ձեզ, բոլորին է վնասելու։ Այդ ֆիքսացիան վնասում է։ Ինքը բերում է տալիս, օրինակ ժամը այսքանից այսքանը Նիկոլ Փաշինյանը ջնջվում է մեր կյանքից, անջատում ենք հեռախոսը, հելնում գնում ենք տրենաժորի զալ ենք։ Հա, կսպարվեք, ուղղակի կսպարվեք, անհնարին է։
Չի հերիքի, օրգանիզմի ռեսուրսը չի հերիքի։ Հետո Նիկոլինը հերիքում է, այդ եմ ուզում հասկանամ։ Ինքը ուղղակի դոմինանտ խաղողն է, դրա համար իրան все равно ոնց դու կընկալես դա, թե ինքը իրան ավելի դժվար դերել, որտեղից դրան այդքան բան։ Թե ինքը արդեն անցել է, թուրքը գործերել է, իրան պետք է չի։ նախ արդեն այդ ստադիան ինքը արդեն անցել է, բացի այդ եթե նկատում եք ինքը չի հերիքում, ինքը այնքան անկանոն բաներ է խոսում ու շարժվում, որ այդ լրիվ մատնում է իր հոգեկան վիճակը։ Եվս մեկ խորհուրդ է տվեք, որ այսը մեր ժամը մեր լրանում է, մենք պայմանավորվածություն չի խախտելու երբևից է, որպեսզի եթե դուք չուզենաք իհարկե ինչ-որ բան շարունակել, ասեք, ես ձեր աշխատանքը համարում եմ, որ ինքն էլ պետք է լինի ժամանակաչափով, որպեսզի դուք ճիշտ կառավարեք նաև ձեր հոգեկան եւ ֆիզիկական վիճակը։ Տեսեք, ես տեսնում եմ, որ մեր ազգի մեջ մտել է մի երևույթ, որը ամենաանտանելին կարող է յուրաքանչյուր ընտանիքի համար, յուրաքանչյուր հոր, մոր, տատիկի, պապիկի եւ երեխայի համար։ Դա հայոյանքի կուլտուրան է։ Տեսեք, ես առաջ չի հասկանում, թե որտեղից է ագրեսիան հայոյանքով սկսեց ներմուծվել։ Անպատժելիություններ, ամենաթողություններ, թե ինչ է, բայց հիմա ես էլ եմ անգամ զգում ին վրա, որ ես երբ որ չեմ կարող արդեն ասենց անտիրապետեմ, ճիշտ է իմ մոտ 18 պլյուսներ արում եմ գրական բառերի չափերով, բայց ես վախենում եմ, որ ես կարող ասեմ արդեն սկսեմ արդեն ունես բառեր օգտագործել, որ իմ թորս կամ իմ երեխեն կամ իմ ընտանիքը կամ չեմ աչքերի մեջ նայեմ, ինչ սկզբունքներ եմ տալիս հայ կերպարի, հայ բանի ու բան։ Ինչ է, ոնց մտավեցին, ոնց մենք անենք, օրինակ ստեղ նստած մարդիկ, ինչպես կառավարել ագրեսիան կամ ինչպես անել, որ դա չվերածվի հայախառն ոչ վայել հայ տղամարդուն, թե հայ կնոջին բոլի, որ կնիկ մարդիկ հիմի տղամարդկանց սովորացնեն։ Այն ինչ անենք, սկզբնականը էլի նորից ոնց անենք, Սոնա ջան, այս պիտի հանվի մեր կուլտուրայի միջից, հապես, այսի մերը չի։ Համատարած սկսեց, մի անգամից սկսվեց, ու այս իշխանություններից հետո սկսվեց այդ ամեն ինչը, չկար սենց բան։ Ես չգիտեմ, այնքան երևի թե ամոթանք տալ է այդ երևույթին, այնքան չարձագանքել, փակել, չթողնել, որպեսզի որտեղ մարդիկ սենց բանն են մտնում, եթե տեսնում են մեկնաբանությունների մեջ կա ինչ-որ նման բովանդակություն, իրենց թույլ են տալիս իրենք գրեն այդ ամեն ինչը, երբ որ սկսում են տեսնել, որ չկա, իրանք էլ չեն թույլ տալիս։ Հետո ագրեսիան դուրս հանելու տարբեր ձևեր կան, ամենատարբեր դրական կոնստրուկտիվ ձևեր կան։ Չգիտեմ, ինքնակրթությունից սկսած, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել։ Ժողովուրդ ջան, աշկից մենք մի դար է մնանք այս ամեն ինչի տակ, ինչևից է Սոնա ջան, ձեր հաղորդումը այսօր ավարտվեց, ձերը, սա մերը չի, մենք ձեր մոտ այսօր և մյուս ժամանակ ուսանող ենք լինելու, այս հարցում գնահատականը դուք հետո տալու եք ընթացքում մենք ավելի խորացված, երբ որ ձեր գիրքը կարդանք, սկսենք գրքից հարցեր տալ, սկսենք բանանենք, մի հատ սենց առաջարկեց ես, արեք երկու հատ տեսանյութ մեջ, ես ձեզ ուղարկեմ երկու հատ դուք ընտրեք, ձեր ցանկությամբ, ձեր ուզած անպայման չի որ պոլիտիկա լինի, կարող լինի ինչ-որ խնդիր, որ դուք տեսնում եք, մեր ազգի հետ կապված, հետաքրքիր չի ուրիշ ազգը, ինձ հետաքրքիր է իմ ազգը, ես ուզում եմ, որ ինքը մաքրվի, ինքը հնարավորինս մաքրվի և մեր իման դրանում շատ մեծ է, ինչքան կարանք շատ Սոնա ջան, եվս մեկ անգամ շատ հաճելի է ձեր զրույցելը, շնորհակալություն, որ մեծ ժամանակ միշտ նոր հանդիպում, մյուս շաբաթ, հինգշաբթի օրը, ժամը 21:00։ Բայ բայ։ Ժողովուրդ ջան, եւս դուք էլ շնորհակալությունը կարաք ձեր կոմենտարիաներում գրեք, ճիշտ է շատ կարճ է, բայց հավատացած եղեք 1 ժամ, դուք տեսաք խոսեցինք բազմաթիվ բաներից, բազմաթիվ երևույթներից, եթե մարդիկ կան, որ ասենք կուզենան, որ ինչ-որ հարցի շուրջ խոսացվի Սոնայի հետ, Մելիքյանի հետ, կարաք ինձ գրեք ստե ազնագանով, TikTok-ում ազնագանով գրեք, ես կպատասխանեմ ձեզ կփորձեմ այդ հարցերը նույնպես բարձրաձայնեմ Սոնայի մոտ, Սոնան մեր համար ուղղակի նախոտ կա։
մեր համար ուղղակի գտածո է, ես չգիտեմ, ես իշքան եմ ուրախացել, որ նմանատիպ անձնավորության հետ մենք շփվում ենք, ոչ մենակ մասնագիտականի մասին է խոսքը, մարդը երբ որ խոսում է իր խոսքի մեջ մտցնում է հանգստություն, դու սկսում ես քեզ նույնպես կոմֆորտ զգալ, դրա համար շնորհակալություն Սոնային։ Այսքանով վերջացնում ենք ժողովուրդ ջան, մեր այսօրվա եթերը 1 ժամ նստեցինք եթերին, ասեմ մի հատ անոնս անեմ, որ հաջորդ մոտավորապես եմ ասում, որ հաջորդ ուրբաթ-օրվանից մենք սկսելու ենք մեկ եւս հաղորդաշար, որը կապված է լինելու մեր պատմությունից, հայոց պատմությունից, ոչ թե Հայաստանի, սա շեշտում եմ։ Մեր մոտ գալու են տարբեր պատմաբաններ, ամեն հաղորդման արդեն իսկ կան այդ պատմաբանները, արդեն իսկ պայմանավորված եմ, այսինքն հնարավոր չի, որ դա արդեն չեղարկվի։ Մենք արդեն պայմանավորվել ենք հաջորդ ուրբաթ-օրվանից 1 ժամանոց, ժամ ու կես հատվածով կունենանք նաև պատմաբանների, դոկտորների, պրոֆեսորների, դասախոսների, հատուկ կընտրեն իրանք թեմաներ ու մենք ամբողջ այդ մի ժամը կխոսենք այդ թեմայից, այսինքն ավելի շատ մենք կլսենք այդ թեմայի մասին, հենց որ ժողովուրդ ջան, աշխատում եմ ինչ-որ բան անեմ, եթե դուք կունենաք ինչ-որ առաջարկություններ, մենակ խնդրանքս, որպեսզի մեր հաղորդաշարը կիսաբաց լուսամուտներ չդառնան, եթե նորմալ առաջարկներ ունեք, գրեք նույնպես ինձ անձնականով, ես կպատասխանեմ, եթե մարդիկ կան, որ կուզենան իրենք ինչ-որ բնակավարում մասնագետներ են խորացված, կուզենան ինչ-որ բաներ իրանք բարձրաձայնեն, կարող ենք պայմանավորվել նաև ձեզ տրամադրեմ 1 ժամ, ժամ ու կես, ձեր համար հաղորդում անեմ, ժողովրդին լսելի դարձնեմ։ Լավ մնացեք ժողովուրդ ջան։ Անկախ նրանից, որ այսօր մենք շատ դժվարին ինքնամաքրման process-ի միջով ենք անցնում, անկախ նրանից, որ մեզ Աստված պատժել է Նիկոլ Փաշինյանով եւ խրախուսի իրեն գնալով, նոր իշխանություններով, ինձ թվում է, որ մենք պետք է մի քիչ համբերատար լինենք, ճիշտ է, շատ դժվար է, բայց պետք է համբերատար լինենք ու շատ կարեւոր է, որ մենք մեզ այս համբերության ընթացքում պահենք որպես հայ։ Մեր պապերի, մեր պապերի, մեր հերոսներին արժանի ժառանգներ մեզ պահենք։ Հնարավորինս զսպողական լինենք, հնարավորինս ընտանիքներին չկպնենք, երեխաներին չկպնենք, ատելության խոսք չտարածենք, հնարավորինս օբյեկտիվ լինենք եւ փաստավորված լինի, անգամ մեր քննադատությունը պետք է փաստավորված լինի։ Փորձեք, ժողովուրդ ջան, փորձեք ագրեսիան ձեր միջից անեք։ Մենք լավն ենք, մենք շատ լավն ենք, դուք անգամ չգիտեք ինչքան լավն ենք։ Աստված առաջ, գնացեք, պակա։